շրջանին։ Առաջին կադրերն են Վերայի և հոր հանդիպումից 2.5 տարի ընդմիջումից հետո։ Առաջին վայրկյանները հիվանդանոցում։ Դեռ մի քանի րոպե է հասցրել տեսնել հորը։ Փոքրուց սովորենք, պապան միշտ մեզ ասում է, պապան ցավը տանի։ Հենց այդ նույն արտահայտությունն էլ արեց, հենց երկու քույրիկով որ մտանք մոտը, ասեց պապան ձեր ցավը տանի ու արդեն վերջ։ Վագիվ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկը նշում է, արդեն կա դրական դինամիկա։ Ամեն դեպքում, երբ նոր Քմարաշ է տեղափոխվել, Խաչատրյանի վիճակը եղել է ծանր, սրտային անբավարարությամբ։ Վիճակը հարաբերականորեն ստաբիլ, արդեն միջին ծանրության կարելի է գնահատել, որոշ հետազոտություններ արդեն արել ենք, կոպիտ շեղումներ չկան։ Հոր հետ վերջին անգամ խոսել էին դեկտեմբերի 19-ին։ 4 օր անց ադրբեջանական լրատվամիջոցներից էին իմացել, որ տեղափոխել են Բաքվի հիվանդանոց։ Վերան հիշում է, գերության ժամանակ սկզբում շաբաթը մեկ էին խոսում, Կարմիր խաչի միջոցով։ Դատական փուլերը սկսվելուց հետո ամիսը մեկ։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո զանգերն ուշուշ էին լինում, ամսից էլ ուշ։ Խոսում էի մի անգամ պապայի հետ, ասեց հանկարծ չվհատվեց, 90 տարեկան էլ դառնամ գալու եմ։ Ու դա ինձ ուշ փոխանցեց, ու ես արդեն ավելի քան վստահ էի, որ այո գալու է, ինքը իր խոստումը կկատարի։ Խոսում է, ուրախանում, հետո ավելացնում, ուզում է զուսպ լինել ուրախության մեջ։ Դեռ շատերը կան, որ սպասում են իրենց հայրիկին, ամուսնուն, որդուն։